Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Մենք այսօր պետք է անցկացնենք մեր ծառայությունը քննարկելով Մատթեոս 5-րդ գլուխը։ Երեխեք ջան։ Միանգամից թեման կձայնագրեմ, կտեղադրեմ YouTube, որպեսզի մեր բաժանորդները եւս մասնակցեն Աստվածաշնչյան մեր ընթերցանությանը։ Կան մարդիկ, որ կուզեն աղոթ գնեն մինչ ծառայությունը սկսելը։ Եթե կան աղոթեք, եթե չէ, աղոթեմ ու սկսեմ, երեխեք ջան։ Հայր ջան, մենք հավաքվել ենք նորից քեզանից լցվելու ու քո խոսքդ մեր կյանքերի մեջ առաջի տեղը տնելու։ Դու ինձ ուժովացրու, զորացրու, որպեսզի այս ծառայությունը անցկացնեմ քո սուրբ կամքիդ պես։ Փառք քեզ, հայրս։ Շնորհակալ եմ, որ քո ներկայությունը դիճեցրիր այս վայրում։ Շնորհակալ եմ, որ դու ինձ պիտի ուժովացնես ու զորացնես ու այս ծանր հոգնածությունը վրայից վերցնես, որ քո խոսքդ կարողանանք կաշտանք ու մեկնարկենք քո սուրբ կամքիդ պես, ու մեզի լցնես հայտնություններով։ Ու այսօր նորից քո հրաշքդ պիտի ցույց տաս։ Իմ մեջ այս թարմություն ու ուժ ներշնչելով, որպեսզի կարողանանք ակտիվ քննարկենք քո խոսքդ Տերս։ Որովհետև դու լավ գիտես, որ ես այս պահին նույնիսկ ուժ չունիմ, որ ծառայություն անցկացնեմ, բայց ես կսպասեմ, որ քեզնով զորանամ ու նորից դու ապացուցես, որ ես զնից ոչինչ չեմ ներկայացնել, դու եթե ամեն ինչ չանես իմ միջոցովս։ Գոհության, շնորհակալության, փառքի ու պատվի ես արժանի Տերս։ Ները մեր գիտակից ու անգիտակից բոլոր մեղքերի ու սխալների համար։ Պահի ու պահպանե մեզի չարից, սատանայի բոլոր հարձակումներից։ Օգտագործե ամեն մեկից քո փառքիդ ու անունիդ համար։ Դու փառքով փառավորյալ ես Տերս։ Քո անունդ սուրբ է։ Դու լույսն ես մեր կյանքերի, դու ուրախությունն ես մեր սրտի, դու մեր բաժինն ես, փառք քեզ, հավիտյանս, հավիտենից, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Մատթեոս 5-րդ գլուխը չէ, երեխեք ջան։ Այսօր դիկաշտանք Մատթեոս 5-րդ գլուխը։ Մատթեոս 5-ի 17-րդ խոսքին ենք ասել։ Ուրեմն 17-ից մինչև 20-ը Արգինե ջան, դու կկարտաս 21-ից մինչև 26-ը Անուշ ջան, դու կկարտաս։ Լավ, քրոջ ջան։ Լավ։ Ուսուցում օրենքի Գիտեք, աղոթքից հետո միանպես զորություն իջավ վրես, միանպես թարմություն իջավ վրես։ Իրոք Աստված չի դատարել գործենելուց։ Այն որ ոչ հակրնային է, ոչ չէ որ կսեմ Երոսկի նյարմյանսկեր, մոդս պես վիճակ էր։ Նույնիսկ մտածել որ ծառայությունը այսօր չանցկացնենք, այդ կարգի հոգնած էի, բայց փառք Տիրոջս Տերս ինձ զորացրեց ու ժողովացրեց, որ կնանամ այսօր եւս իր միջոցով ծառայություն անցկացնեմ ու նորից հասկանամ, թե ինչքան ինձնից բան չեմ ներկայացնել, եթե Տերը չուժովացնե։ Ուրեմն Մատթեոս 5-ի 17-ից մինչև 20-ը։ Լսեցիք, չէ՞, Արգինե քուրը կարտած երեխեք ջան։ Նորից կարտանք ու քննարկենք հատիկ։ Մի հատ 17 խոսքը կկարտաս նորից Արգինե ջան։ Մենակ 17-ը։ մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները ավրելու։ Ավրելու չեկա, հապա կատարելու։ Ով ինչ հասկացավ։ Հիսուսը ինչի համար էր եկել։ Ահա։ Որ իրա գալով պիտի կատարվի օրենքն ու մարգարեությունները, որոնք գրված են։ Այո,
Հիսուսը եկել էր ոչ թե օրենքը ու մարգարեները ավերելու, այլ կատարելու։ Ճիշտ է, երեխեք ջան։ Կարտա 18 խոսքը Արգինե ջան։ Քանզի ճշմարտապես կսեմ ձեզի, մինչև երկինք ու երկիր անցնին, օրենքեն հովտը կամ նշանադիրը պիտի չանցնի, մինչև բոլորն ալ կատարվին։ Ինչ հասկացանք այս խոսքից։ Ով որ կրնա բացադրե, թող միկրոֆոնը բացե ու բացադրե։ Աննաքուր, ես սենց եմ հասկանում, որ Աստծո խոսքը սենց ասում շատ հատ տեղ էր, երկինք կանցնեն, բայց իմ խոսք չի անցնի, չէ, նույնն էլ իր օրենքին ու մարգարեության կատարվելիք բաների մասին աղբում։ Այսինքն Հիսուսի ծնունդից առաջ, որ օրենք և մարգարեություններ, այդ ամեն ինչ պիտի կատարվի, երկինք չլինի, այդ իր օրենքն ու այդ իր կամքը, ինչ որ ասվել է ու գրվել է, պիտի կատարվի։ Շատ ճիշտ է։ Շարունակենք կարտալ 19 խոսքը։ Ինչ որ Աստված ասել է, չէ՞, սա երկինքն ու երկիրն է կանցնի, բայց իմ խոսքերս չի անցնի, այսինքն եթե ես խոստացել եմ, ուրեմն կենեմ։ Այսպես պետք է վստահ լինենք, որ Տիրոջ խոսքը անպայման կկատարվի։ Ամեն մեկիս կյանքի մեջ, եթե Տերը խոստացել է, ուրեմն կեղնի։ Երկինքն անցնի, երկիրն անցնի, ինչ էլ որ անցնի, Աստծո խոսքը պետք է կատարվի։ Ու նաև եթե քո կյանքիդ մեջ Տերը մի ադամ խոսք է տվել, ուրեմն գիտես որ պետք է ինքը կատարվի։ Անկախ ամեն ինչից։ Չպետք է կասկածենք Աստծո խոսքի վրա, չպետք է կասկածենք։ Ամեն քուրս։ Շարունակենք։ Հավատալով։ 19 խոսքը կարտա Արգինե ջան։ Ուստի ով որ այս ամենափոքր պատվիրանքեն մեկը ավրե ու մարդոց այնպես սորվեցնե, անիկա ամենափոքր պիտի կոչվի երկնքի թագավորությանը մեջ, բայց ով որ ընե և սորվեցնե, անիկա մեծ պիտի կոչվի երկնքի թագավորությանը մեջ։ Ինչ հասկացար Անուշ քուր։ Չի եշտացենս։ Ինչ սորվար Անուշ քուր։ Էկրանը կանգնած է։ Կապերը լավ չէ։ Ով ինչ հասկացավ երեխեք ջան։ Ես տենց հասկացա Աննա ջան, որ եթե Աստծո խոսքը ուզում ես ինչ-որ մեկին սովորեցնել, սովորեցնես առանց որևէ փոփոխության, առանց որևէ կրճատումների կամ ավելացումների։ Այսինքն նենց ոնց որ կա։ Ոչ արեցում է, ոչ է փակցում։ Եթե կուզես որ հավերտներ ֆակտորները դիպաշկարություն չի մնի, որ իրավանը կմնա։ Ահա։ Ու կսենա մեծ պիտի կոչվի երկնքի թագավորության մեջ։ Այսինքն ով որ Տիրոջ օրենքները ճիշտ ձևով կսորվեցնե, ինչ որ կատպես կսորվեցնե, ինքը երկնքի թագավորության մեջ մեծ պիտի կոչվի։ Այստեղ գիտեք, այսօր Տերը մեզի հավաքել է ինչի մասին խոսալու։ Իմ խոսքս հանկարծ չփորձես ծռես։ Իմ խոսքս հանկարծ չփորձես ծռես։ Ինչ որ կխոսանք, մենք պիտի կանգնենք Աստծո դատաստանի առաջ։ Ամեն մեր խոսածած խոսքի համար մենք պիտի կանգնենք Աստծո դատաստանի առաջ։ Դրա համար աշխատենք, որ Աստծո խոսքը չծռենք։ Հասկացանք։ Ինչ որ կա, այդպես սորվեցնենք։ Քսան խոսքը կարտա Արգինե ջան։ Ազգն ձեզի, եթե ձեր արդարությունը դպերներուն ու փարիսեցիներուն արդարչալա, մտնեք երկնքի թագավորությունը։ Մի ադամ նորից կարտամ, հա, քանի որ կասեմ ձեզի, եթե ձեր արտարությունը դպիրների ու փարիսեցիների արտարությունից ավելի չլինի, բնավ պիտի չմտնեք երկնքի թագավորությունը։
Փարիսեցիների ու դպիրների աշտարությունից ավել պետք է անցեր աշտարությունը։ Որ դուք երկնքի թագավորությունը մտնիք։ Փարիսեցիներն ու դպիրները ինչ չափով կապրեին, ինչ չափով էին հնազանդ։ Ես մի հատ փոքր բան պատմեմ, Աննա ջան։ Փարիսեցիներն ու դպիրները օրենքի ուսուցիչներ են եղել ըստ Աստվածաշնչի, որոնք մենակ սովորեցրել են, բայց չեն ապրել այդ կյանքով։ Ուղղակի իրանք սովորեցրել են, պահանջել են խիստ ձևով, բայց իրանք իրականում չեն պահել են, իրանք սովորեցրել են։ Ուղղակի խստությամբ շատ խիստ ձևով հետևել են, որ ինչ որ մեկը մի հատ կար կամ բար չխախտի, բայց իրականում իրանք դրա մեջ չեն եղել։ Հա, դիք այդ մասին Աստվածաշնչի մեջ է կուդարկսը ուխտը կճզմեն լուն կուլկուդան ուխտը մեջերը կճզմեն լուն ուխտը կուլկուդան էլի փոքր բաներ դեպիս կգնին, այսինքն մեծ բաներ էլ կան տեսել։ Ու կտնեն մարդկանց վրա ծանր բեռներ ու մատով չեն ուզի որ շարժեն։ Այո, միանշանակ դպես է։ Սեղ կուդա գործնականորեն, թե մենք գործնականորեն պետք է հնազանդվենք Տիրոջ կամքին, Տիրոջ խոսքին, Տիրոջ օրենքներին։ Որը շատ կարևոր է։ Անուշիկա բլավ չէ։ Ուսուցում բարգության շուրջ։ Այս մասին է։ Ով կուզե կարտա երեխեք ջան։ Ուսուցում բարգության շուրջ 21-ից։ Կարթամ Աննա ջան։ Կարթամ Աննա քուր։ Կարտա ասես Անուշքուրը չի կրնա կարտա, արգին է ջան, դու կարտա ասես։ Ահա, որ կանգնինայինք միացավ։ Ահա կրնաս կարտաս Անուշքուր։ Թե արգին է քուրը կարտա։ Անուշքուր կրնաս կարտաս կլսես ցենս։ Արգին է քուր դու կարտա։ 21-ից չի լսեցենս, ցենս չի իշտա իրան։ 21-ից կարտա քուրս։ Լսեք, որ ըսվեցավ չիններում, սպանություն մի ըներ, ով սպանություն ընե, դատաստանի պարտավոր պիտի ըլլա, բայց ես ձեզի կսեմ, ով որ իր եղբորը պարապտեղը տավլա, ով որ իր եղբայրը հիմարս է, ատյանին պարտավոր պիտի ըլլա, ով որ իր եղբորը անմիտս է, գեհենի կրակին պարտավոր պիտի ըլլա։ Ուրեմն եթե քու ընծած սեղանի վրա բերես ու պետքա քոյ քեզի դեմ բան ունի, խոնցը քե ընծած սեղանին արջև, գնա առաջ եղբորդ հետ հաշտվե, ետքը երկուր, որ ընծած մատուցանես։ Քու ոսողիդ հետ շուտով միաբան է, քանի որ անոր հետ ճամփ չես, չլա թե ոսողը քեզ դատավորին մատնե եւ դատավորը դահիճին եւ անտածքիս։ Ճշմարիտ կսեմ ձեզի, պիտի չելես անգե, մինչև որ վերջին նկարագիտը չվճարես։ Մի հատ էլ կարտանք ու քննարկենք, հա։ Լսել եք, որ ասվեցավ առաջիններին, սպանություն մի երա, ով որ սպանություն անի, դատաստանին պարտավոր պիտի լինի։ Չէ, այն ժամանակներում կար, ով որ սպանություն ուներ, պիտի պարտական եղներ դատաստանին։ Բայց ես ցեզի կասեմ, ով որ իր եղբորը պարապտեղը սրդողի դատաստանին պարտավոր պիտի լինի։ Նախ լմյամ հասկանանք ով է մեր եղբայրը։ Հիսուսը ինչ սավ, իմ քույրս ու իմ եղբայրս նա է, ով որ իմ տիրոջս կամքը կկատարի։ Երեխեք, եթե մենք մեր եղբորը կսրդողենք, մենք դատաստանի առաջ պատասխան դիտանք։ Գիտեք, իրականում շատ վտանգավոր է, երբ որ դու Աստծո երեխին կնեղեցնես։ Շատ վտանգավոր է։ Կցավծնես Աստծո երեխին։
ու անտեղի տեղը։ Ինքը քեզի վատ բան չի երը։ Ու դու իրան կցավծնես։ Կսե, ով որ իր եղբորը հիմար ասե, այջանին պարտավոր պիտի լինի։ Եղբորը հիմար ասե։ Հիմար գիտեք երբ կսենք մեր եղբորը։ Երբ որ Աստծո երեխեն քեզ ինչ-որ բան կսե, դու կսես հիմարություն է։ Ինչի սես կհավատաս, ինչի edevից ես կգնեիս, չէ, առավոտը մեր արգինեքուր այդ մասին էր, չէ, պատմեր կսեր, վկայությունների մասին կխոսամ, կսենես ինչի edevից կգնես, բայց ինչ կապ ունի, թե ինչ կսեն, կարևորն է որ մեր քուրը վկայեց են ինչ որ Տերի ջան բացել էր, ինք իր պարտականությունը կատարեց։ Դոր համար եթե մեզի մի բանում կսեն, պետք չէ շտապել դիմացինին հիմար համարել, որովհետև իսկ եթե ինքը ճիշտ կսե, այդ դեպքում ինչ կսես։ Ինչի մի պահում չես կանգնում ու ասես մի գուցե Տերը ինձ կսե, հələ բերեք մի ատմ քնենք։ Ով որ եղբորը անմիտ տեղը ասե, անմիտ ասե, անմիտ, միտք չունեցող։ Դու կմտածես ինչ կխոսաս։ Դու իրան լուրջ բաներ կսես, ինքը կսե, ինքը անմիտ է, դու իրան բանի տեղ մի թիր։ Ու դի գիտեք ինչ կսենք անմիտ երեխեք, մենակ խոսքով չենք սեն ժամանակներում, եթե դու գործողությանդ համար պիտի պատասխան տաս, մի մտածելով է դու պիտի պատասխան տաս Աստծո դատաստանի առաջ։ Օրինակ սպես բերեմ, շատ առաջնորդներ տիրոջով լցված կսկսեն հանդիմանել եկեղեցին։ Ու եկեղեցու անդամները կլսեն անմտություն համարելով կեշտան։ Ու գիտեք հիմնականում ինչը շատերի համար անմտություն կհանդիսանա, հանդիմանությունը, որնոր իրանց սրդին համեմատ չէ։ Որնոր պիտի մղե իրանց որ արմատապես փոխվին, իրանք արդեն առաջնորդին էլ անմիտ կամարեն։ Քուրը աղբերը մեծ տարիքի հատկապես հասակ ունեցողները շատ ավելի խորը Աստված բացել է հնազանդ ծերերի մեջ, որ սիկ մեղքենիկ մեղք է։ Դու իրանց կսես, կամ իրանք կսեն երիտասարդներին, երեխեքը գիտես ինչ կսեն ջահելները, ով տե, իրանց են պապագան բաների հետևից են ընկել, բայց չեն մտածել, որ այս մարդիկ արդեն տիրոջ հետ տվե առել են, կյանք են տեսել, կյանք են անցել, ամեն ինչ դադարք իրանք քեզի իմաստուն խորհուրդներ կտան։ Գիտեք ինչքան կարևոր է, որ մենք այդ անմիտ հիմար բարձելուց զգուշանանք Աստծո երեխին, որովհետև եղբայրդ քույրդ ով է, ով որ Աստծո կամքը կկատարե։ Ով որ եղբոր անմիտ ասե գեհենի կրակին պարտավոր պետք է եղնի։ Դուք իմացել եք, չէ՞ որ շատերը դժոխք են քնածել, որովհետև զգուշացումները չեն ընդունել։ Գեհենի կրակը ո՞րն է, դժոխքի կրակները։ Ստեղ մեզ Աստված ինչ կսե։ Կամ մենք Հեչ հեռու չես տանք, վկայությունները կլսենք մեր քուրը, որին որ Աստված տարել է դժոխքն ու դրախտը ցույց է տվել, կամ աղբորը։ Կսեն ով ինչիս ես կհավատաս։ Ինչիս ես կհավատաս, ով ինչս է կհավատաս, պես բան հնարավոր չէ։ Ու այն մարդը, որն որ իրականում տեսել է իրանը հիմարի տեղ կտնեն։ Իրանք չեն մտածոր։ Աստծո դատաստանին պիտի պարտավոր եղնին։ Պես մի անգամ ծառայության ժամանակ եղավ մեր ծառայություններից մեկի մեջ երկու հատ աղբերներ կային, որոնք որ իրանց գերհոգևորների տեղ էին դրել, իրանց եկեղեցուց։ Ինքն էլ էր 50-ական, այն մյուսներն էլ էր։ Հայաստանյաց հավատացյալի մեջ գեշտային։ Մի խոսքով։ Այդ ժամանակ մեր ծառայություններին կմասնակցեին։ Ուրեմն դրել է մենք քրոջ վկայությունը, որ դժոխքն ու դրախտն է տեսել։ Նույն եկեղեցուց Այն մյուս աղբերներից մեկը ելել է ամբողջ ծառայություն ու խանգարել այդպես բան չի կրնա եղնի։ Ու նույնիսկ կսեմ թե դու մեջն ես, դու կհիշես։
Հիշում եմ։ Ու հետաքրքիրը գիտեք որն է, քսեմ ախպեր ջան, թող մնա հետո կխոսանք։ Չէ, քսե ես հենց հիմի պիտի խոսամ։ Սաղ ծառայությունը խառնեց, իջար։ Այն վկայությունը որոշ քուրը եղել էր 12 ժամ դրժողքում 12 ժամ դրախտուի մեջը ու շատերը գիտեն որ ինքը մահացել է, իր վկայությունը սուտ հանեց, թե այդպես բան չի անի, մի հատ մենցի կողքից, կհուշե թե դու ինչի նորահավատներին այս մասին կխոսաս։ Երեխեք գիտեք ինչքան վտանգավոր էր, որովհետև տերն էր ինձ այդ օրը ցույց տվի որ այս թեման դիր թող լսեն։ Ու պրիտոմ այդ վիդեոն է փակած է, այդ քուրը աշկելել էր ինձի, ես է փակել է, ուղղակի մեր խմբակի անդամներին դրեցի, մալիկիս մեջ կա այդ վիդեոն, փակ է։ Ուղղակի իմ խմբակիս անդամներին տերը թույլ տվեց միացրեցին լսեին, իմ խմբակիս անդամները, այսինքն տիրոջ խմբակի անդամները։ Դու գիտեք ինչքան վտանգավոր է, երբ որ մենք հիմարություն կամարենք են ինչ որ տերն է պատվիրորսենք։ Քրոջը տերը պատվիրելով ինքը վկայ է ախպեր երել է քսե, չէ, պես բան չի կրնա եղնի։ Ուդիկ ես չեմ պատմե, վկայություն տրել եմ քուրը կպատմե, իրանք կլսեն։ Գիտեք ինչքան կարևոր է զգուշանանք մեր խոսքերի համար։ Ուղղակի պահի տակ դիք տերս բերեց, հիշը ծրեց, որ ես ցեզի պատմեմ։ Զգույշ եղեք ձեր բերանից ինչ կհանեք։ Օրինակ Աստված ինձ գիտեք երբ կկանգնցնեմ մարդկանց հետ աշխատանք տանեմ, ու լուրջ կկանգնցնե։ Երբ որ ես տիրոջով կհանդիմանեմ, իրանք ինձ կծաղրեն։ Կմտածեն ես իրանց կպարտադրեմ, ես իրանց կիշխեմ, ես իրանց քրամայեմ, բայց չեն մտածի որ տիրոջս կանեմ ընդամենը իրանց կուտամ։ Ու ես չեմ կրնա չտամ, հիմի ինչ կուզեմ մտածեմ, ինձ դիք չի է հետաքրքրե։ Պարզապես իմ նպատակս փոխանցելն է, այն խոսքը, որ նոր տեր ինձի պատվիրել է։ Հասկանաք ինչ կսեմ, երեխեք ջան, դրա համար շատ կարևոր է որ մենք ուշադրություն դարձնենք թե ինչ կխոսանք, մեր բերանից եկած ամեն մեր խոսքի համար խոսանք, դա դաստանի օրը հաշիվ պիտի տանք։ Ուրեմն Աննա ջան, մի բան կարելի է ավելացնեմ ես։ Հա, սա իհարկե։ Ուղղակի մոտ ուշ պատմեք։ Քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով, բոլոր ընդհանրապես ոչ մեկին չի կարելի հիմար կամ անմիտ անվանել։ Որովհետև դու էդիկ ոչ թե տվյալ անձին ես ուղղորդում, այլ նրան ում պատկերով որ ստեղծված է մարդը։ Չէ, հիմի նայ Աստվածաշնչի մեջ կուտա հիմարներ իմ խոսքիս մտիկ չեն ընը։ Չէ, Աստվածաշնչի մեջ կուտա առագածի մեջ է։ Մենակ հիմարը կսե կանարգե իմաստություն ու խրատը։ Սողոմոնը կսե։ Հիմարները այն մարդիկ են ստեղ խոսացվի եղբոր մասին քուրս։ Եթե դու Աստծո խոսքը կանարգես, դու հիմար ես։ Ես հիմար եմ։ Բայց եթե այդ մարդը եղբայրը դե, ստեղ եղբոր մասին կխոսա, երեխեք։ Եղբոր մասին կխոսա։ Ինչի Հովհաննես Մկրտիչը չորսավ օծեր իժերի ծնունդներ։ Մարդու կերպարանքով, Աստծո կերպարանքով չէին ստեղծված իրանք որսավ օծ իժի ծնունդ։ Չէ՞։ Ինչի սավ։ Որովհետև իրանք իրականում սատանայի սերունդ էին, սատանայի ծառայողներ էին։ Հիմի շարունակությունը կաշտանք, կսե ուրեմն եթե քո ընձած սեղանի վրա բերես ու քո հոն միտքդ կա քո եղբայրդ քեզի թե մի բան ունի, հոն ցեկե ընձած սեղանի առջև գնա առաջ եղբորդ հետ հաշտվի ու հետո եկ ու քո ընձած մատուցե։ Եղբայրը դելի կսե։ Եկել ես աղոթքի կիմանաս որ քո աղբերդ քո թեմդ ինչ որ բան ունի։ Սա քիչ շատ խորը միտք ունի, ես աղոթեցի որ Տերը իմ միջիցս բաց է ու խոսա այն ինչ որ պետք է այսօր իմանանք ու այս պահին ես նույնիսկ ձեզի հետ միասին կսպասեմ որ Տերը մեկնություն տա։ Եղբայրը Աստծո կամքը կատարողն է։ Եթե եղբայրդ քո թեմդ մի հատ բան ունի, դի կնշանակի որ դու իրան թեմ ինչ որ բան ես սերը։
Իսկ եթե դու իրան ինչ որ թեմ բան ես սերը, դի կնշանակի որ դու Աստծո թեմ բան ես սերը։ Աղոթքդ կկագնծնես ու կեշտաս, այն մարդը ով որ Աստծո երեխեն է, ու դու իրա թեմ բան ես սերը։ Իրա հետ կհաշտվիս։ Ու նոր կշարունակես աղոթել, որբիսի քու աղոթքդ ընդունվի Տիրոջ կողմից։ Գիտեք ինչ կնշանակի եղբայր բառը։ Եղբայր կնշանակի իմ թեմս էս բաները։ Ով որ Աստծո կամքը կկատարի դու իրա թեմ բան կենես, դու արդեն խնդիր ունես Աստծո հետ։ Քու աղոթքդ լսելի չի եղնի։ Անիչան միկրոֆոնդ կփակես քուրս։ Քու աղոթքդ լսելի չի եղնի։ Աստծո երեխին ինչ որ բան է սեր ինքը քու թեմդ ինչ որ բան ունի։ Սեղքսե եղբայրդ։ Այսինքն աղոթքի կանգնելուց առաջ մենք պետք է աշխատենք, որ հաշտվենք մեր եղբայրների հետ։ Ու մեր որ խնդիր ունենք։ Հետո ստեղ ուրիշ բան է կուտա։ Քու ոսոխիդ հետ։ Հա, գնա առաջ եղբորդ հետ հաշտվի ու հետո եկ ու քու ընծատ մատուցե։ Ներե։ Իջար հետ ընտանուր հայտարարի արեք, նոր արի քունծատ մատուցե։ Աղոթքի կանգնի, այսինքն։ Ինչքան կարևոր է հարաբերություններ վերականգնելը։ Եղբոր հետ։ Քու ոսոխիդ հետ շուտով միաբան է, քանի որ նրա հետ ճամփու մեջ ես։ Չլինի թե քու ոսոխդ քեզ դատարանին մատնի ու դու դատավորը թախչի եւ բանդը ցկվիս։ Երեխեք մեզ հետաքրքիր բան բացվավ էսպային հետս։ Մոդս մեզ հետաքրքիր բան բացվավ։ Ես սիկ չէի հասկացել, հենց նոր բացվավ, հիմի կսեմ ինչ որ բացվավ։ Քու ոսոխիդ հետ քսես շուտով միաբանն է, քանի որ նրա հետ ճամփու մեջ ես։ Ոսոխիդ հետ շուտով միաբան է։ Ոսոխը ով էր։ Քու եղբայրդ։ Քու եղբայրն չէ քու ոսոխը տառ է, որովհետև դու իժան ցավծրել ես։ Ինքը քու թեմդ բան ունի։ Հասկացաք։ Ինչ որ ինձ մեկը ցավծնե, ես կագնիմ Աստծուն ու փողոքվիմ, Տեր ջան, սպես բացատրեմ, որ դուք հասկանաք։ Ես իրան շատ լավ եղա։ Դու տեսար ես իրա համար ինչքան բաներ երեցի, ինք ինձի շատ մեծ ցավ պատճառեց։ Ինք ինձի իշքան մեծ ցավ պատճառեց։ Ես դառա ինչ որ մեկի ոսոխը։ Ինչի՞։ Որովհետև ես փողոքվա Աստծուն, իմ հորս, չէ, մեր երեխեք նոր կան, մեզի կփողոքվին, մամա, սիկ երավ աղջիկս ընդեղից սկսե տղես ընդեղ կսե, ես կնայեմ ով ճիշտ է, ես իրա ճիշտը պիտի բռնեմ, չէ։ Ես իրա ճիշտը պիտի բռնեմ։ Այսպես մենք որ կեշտանք Աստծո առաջ, Աստված կսե հիմի կեշտաս, քու իմ երեխուցս ներողություն կխնդրես, Անուշ քուր կլսես ընձի։ Երեխեք, մե պահը Անուշ քրոջս եմ չխանգարե ծառայությունը հետո լսե, էլի անտատ կմտնի քերնի, ոչ ինքը կլսե, մենք չենք կնա անցկացնենք։ Լսեկը ձայնագրությունից, էլի, հիմի նայեք։ Ես օրինակ սիկ չէի հասկանա, ես կմտածեի, որ ոսոխը իմ թշնամիս է, բայց ինքը սկզբից կուտա քու եղբայրդ։ Աստվածաշնչի ընդանուր կոնտեքստով որ կնայեք, Հիսուսը ինչ կսե նաև, իմ եղբայրս նաև, որ իմ հորս կայքակամ կկատարի, նույնիսկ իր հարազատ քույրերին ու եղբայրների մասին չխոսած, չէ։ Հետո
Կսե հետ քու ընծատ քիից կսե, գնա աղբորդ հետ հաշտվի։ Ու արի քու ընծատ մատուցե։ Շարունակությունը լսենք։ Քու ոսոխիդ հետ շուտով միաբանվի, ու մեծ որ խնդիր ունիս, միաբանվի։ Ինչի՞։ Կսե քանի որ նրա հետ ճամփի մեջ ես։ Երեխեք, մենք ում ենք ճամփի մեջ։ Մենք ունենք միամ ճամփա, Աստծուն դեպի Աստված ճանապարհը, չէ՞։ Քուրչա, միկրոֆոնդ փագե։ Ում հետ ենք մենք նույն ճամփի մեջ։ Մեր եղբայրների ու քույրերի հետ, որոնք որ Աստծո կամքը կատարեն։ Կսե, մինայ դու էլ նույն փրկության ճամփեն կեշտաս, ինքն էլ։ Քանի ուշ չէ, գնա միաբանվի հետը։ Ես քո աղոթքը չեմ լսե։ Մինչև դու իր հետ չմիաբանվիս, դուք երկուստե նույն նպատակ ունիք, դուք երկուստե կուզեք որ փրկվիք, դուք երկուստե կուզեք որ սրբվիք, միաբանվի հետը։ Եթե չես միաբանվի, ես քեզի չեմ լսե։ Հասկացաք։ Չլինի թե քու ոսոխդ քեզ դադաստանի մատնի ու դաղճին եւ բանդը ցկվիս։ Օր չեղնի որ հանգարց իմ երեխես քեզի դադաստանին մատնե։ Դու որ միաբանվիս իժա հետ, ինքնձի չի փողոքե։ Իսկ որ դու չմիաբանվիս, չէ, ինքան կեղնի Տեր ջան, ինչի, սպես դու թույլ տվեցիր, չէ՞ որ ես այս վերջերս սպես աղոթք բարձրացրի։ Տեր, սի դու ես ինչ մարդու կողքը, ես չէի ուզում իր կողքը կանգնեի։ Դու ընձի կստիպեիր կպարտադրեիր որ զանգի խոսա, օգնե, հոգտար, սպես օրինակ կբերեմ, իժա մասին։ Ու ես իրանից շատ ուժեղ ապտակներ ստացա, ինչի թողեցիր այդ բանը։ Ես իմ անձնական կյանքից սկսեմ։ Շատ ուժեղ հարվածներ ստացա, չէ՞ որ ես դեմից էլ չէի ուզոր իր հետ աշխատանք տանեի։ Ես իր համար ամեն ինչ երայի ու շատ հզոր ապտակներ կստացա։ Ես դառա իր ոսոխը, չէ՞ որ ես կփողոքվեմ, չէ՞ Աստծուն, ու ինչքան կբացատրեմ տվյալ մարդուն ինքը չի է հասկանա։ Ես դառա, չէ, իր ոսոխը։ Ու ես կրնամ փողոքվեմ ինքն է դաջի ձեռը հանձնե, չէ։ Ինքը ինչ կսե, իմ երեխես ինձի հնազանդվավ։ Երավ են, ինչ որ բդեներ, բայց ինքը իմ երեխուս հետ սխալ վարվավ։ Հիմար անվանեց, անմիտ համարեց։ Ես իրան կսեի կնա այս ինչ բան իրան զգուշացրու, ինքան լուրջ կվերաբերվեր։ Ու կսես տունձի կսես, որովհետև կուզես իմ վրես իշխես, դու կուզես իմ վրես տիրես, բայց այդ մասին նույնիսկ խոսք չի եղնել չէր կրնա, այս պարզապես տիրոջից խոսք եմ ստացել, փոխանցել եմ։ Որպեսզի դիմացինը չփոխվեր, ինձ ինչ անվանեց։ Անմիտ ու հիմար, չէ՞։ Զրբարտեց, ու գիտեք, դի գցավ պատճառը, չէ՞, ու ես փողոքվա տիրոջը։ Ու նայեք ինչ կսե։ Քանի որ ոսոխի թե չուդով միաբանե, քանի որ նրա հետ ճամփու մեջ ես, չլինի քու ոսոխը դադավորին մատնե ու դադավորը դարչին եւ բանդը ցկվիս։ Պիտի չլինես նրանից մինչև վերջին նաքարակիտը չվճարես, այսինքն ինչ օրերել ես մինչև վերջի երազիդ համար չվճարես, պիտի դուրս չգաս բանդից։ Այսինքն սիկ հոգևոր բանդի մասին էլ է, գիտեք։ Այն որ մարդը կգնի տառապանքների մեջ ու ցույց կտա թե ինքը չի դե ինչն է պատճառը, բայց ինքը չի է պատկերացնի որ իր ոսոխն է դահճի մատնե ու ինքն է մի ցավ կքաշե։ Ինչի՞, որովհետև ինքը չհասկացա որ եղբայր իր դեմ բան ունի։ Ու գիտեք ստեղ սպես մի հատ հարց կառաջանա էլի, սկանը քննարկենք ու կվերջացնենք։ Նայեք, սպես օրինակ բերեմ, Տեր ջան, դու իմ միջից 20 րոպե ու ամեն վայրկյան խոսա։ Դու մեկի նկատմամբ ուղիղ ես։ Սոֆիկ, քուրը իմ նկատմամբ շատ ուղիղ է։ Սպես օրինակ կբերեմ։ Աննա ջան, քսոր, օրինակ դու ես ինչ սխալները կենես, ճիշտ չէ, դու դժոխք կեշտաս, ցավ կքաշենցի համար։ Աստված, Սոֆիկ քրոջ միջոցով քսե։ Աննա ջան, ես ինչ մեղքից դարձի արի, ես կտեսնեմ։ Քու մեջ այդ աճ չկա։ Դու ունիս վնասակար սովորություններ։ Քեզի որը ցերկուդա կլսես, որը ցերչի տա չես լսե։ Ու ես կսկսեմ ու
Ինքը փաստերով ինձի կբերեք շարը, տես օրինակ, այս ինչ բանը քեզ ցույց տվի որ մեղք է, դու նորից շարունակեցիր էնել։ Ու ես ինչ կսեմ Սոֆիկ քրոջը։ Ամեն անգամ հագարակը կուզեմ ապացեմ ու կսեմ, պես բաներ միսա սաղ է մեղքերի մեջ են, էդո մեղքերի մեջ չէ։ Յանի դուտ մի խոսա, չէ, մեր բարերով սած։ Այսինքն ինչ կսեմ, հիմար ես դու։ Դուտ խոսալ ինչ կնշանակե, հիմար ես դու, ընձի կագնել ես իմ սխալները սկսես։ Սիկ հիմար անվանել եղավ արդեն։ Քու եղբորդ, քու քրոջդ, այս մարդը անձը տրել որ դու փոխվիս, դու իրան կանվանես հիմար։ Իսկ ինչ կկարծեք, ես, եթե այն քուրը, որ նոր իր անձը տրել է կամ այն աղբերը, որ նոր իր անձը տրել է իր հավատակցին բարձրացնելու համար, ու չի գնահատվի, այլ հակառակը ցավ կստանա, ինքը պիտի Աստծո դատաստանին արժանանա, թե չէ։ Բայց միաժամանակ ես Սոֆիկ քուրընձի պիտի ները։ Ընձով որ ցավ տրել է, ես իրան պիտի ներեմ։ Ես կրնամ խոսքի, տեսնիս որ դիմացին կսես, ինքը չի փոխվի, ինքը ավելի ուժեղ ցավեր կհասցնե քեզի։ Աստվածաշնչի մեջ կսե թողյանը քեզի հետանոսի ու մաքսավորի պես, մի շփվի ուղագի հետը։ Մարդկա երեխեք ինչքան ուզենաս հարաբերություններ լավացնես, ավելի կվադնա։ Հնարավոր չէ, մարդիկ կան որ չես կրնա հետները շփվիս։ Ուղղակի հնարավոր չէ։ Խոսասկը գլխիդ խոսքի ժամանակ մի բանում կսարկելի։ Ները իրան, հասկացար այդ մարդը հիվանդ է ու մի շփվի հետը։ Ու աղոթե իր համար։ Օրինակ շատ հաճախ մենք կրնանք մարդկանցին ճղներենք, երբ որ կաղոթենք իրանց համար։ Աղոթեք ինքան ժամանակ մինչև ձեր ներսը լրիվ կփափկի, կհստակեցվի ու կզգաք որ այդ մարդու հետ կրնաք շփումը ձեր շարունակեք, նոր շարունակեք, բայց ներելը պարտադիր է բոլորին։ Բայց միաժամանակ գիտեցեք, ով որ ձեզի մի բանում կսե, ու դուք Աստծուն հնազանդ եք, ձեզի դիպած Աստծո փբին դիպած։ Ով քեզի գցավծնե դե Աստծո դատաստանի առաջ կանգնի։ Չէ, ես երեք եսեցի, լսել եք չէ՞ որ կսեն, ընձի ես միշտ զգացել եմ, ով ընձի դեմք կենի, ընձի վադություն կենի, իջան փորձանկում կուկա։ Երեխեք դիք ճիշտ է։ Աստծո երեխին դեմ դուրս մի արեք։ Աստծո երեխին դեմ դուրս գալը շատ վտանգավոր է։ Դուք կմնիք Աստծո փբին։ Ես կկպնիմ Աստծո փիբին։ Ձեզի դիպած, իմ աշկիս փիբին դիպած։ Դրա համար խնդրենք Տիրոջից, որ Տերը օգնի որ բոլորի հետ ունենանք ներսով հաշտություն։ Եթե պետք չէ ինչ-որ մարդկանց հետ շփվել, կկանգնեցնենք մեր շփումը։ Եթե Սուրբ Հոգին կառաջնորդի, աղոթենք այդ մարդկանց մասին։ Եթե կզգանք որ մեզի ցավծրել են, մենք չենք կրնացել, ներենք, խնդրենք Տիրոջը, թող օգնի որ այդ մարդկանց նայենք իրանց աչքերով։ Իրական ցավիշկան խորը կեղնի, մոռանալը դժվար կեղնի։ Բայց երբ որ Տիրոջ տեսողությունը կվերցնես, Տիրոջ աչքերով կնայես, դու կզգաս որ այդ մարդը մեղք է իրականում։ Քեզի հեչ բան չկա, ինքը քեզ ցավծնելով ավելի է բարձրացրել, ավելի է ուժեղցրել, ավելի է հմտացրել։ Բայց իրան բան կա, ինքը պիտի պատասխան տա։ Ինքը դու բողոքվել ես արդեն ասում, դու չես կնա չբողոքվիս, չէ։ Կնակ ձեզնից շատերը իմ ինձի հետ չկիսվիք, բայց Աստծո հետ կկիսվի, կսես հայր ջան, ախր ինչի թողեցիր որ ինքնձեծ պես վարվի։ Օրինակ ես վերջերս ես այնքան խորը ցավեր եմ քաշել։ Այնքան խորը ցավեր եմ քաշել։ Հատկապես իմ մորս մահանալու այդ ընտասկը ու հետո։ Ոչ մենակ իմ մորս մահաներ, այլ կողքից մարդկանց խոսակցություններ, բառեր, որոնք որ ինձ չէին համապատասխանել։ Իրոք շատ խորը ցավեր եմ քաշել։ Բայց ես այսօր գիտեք ինչ կսեմ, այդ ով ինչ որ կսեր, դիք դևեր իրանց միջից կսեին։ Ինձի հարվածելու համար։ Ես էլ տվյալ մարդկանցից չեմ նեղնա, բայց միաժամանակ ես բաց եմ թողել իրանց, որովհետև Տերը կսե մի շփվի։ Այդտեղ կա նախանձ, չարություն։
Մեկի բերեք ընդունենք մե բանը, որտեղ է կա, որ հələ մեր մեջ լրիվ մակրված չենք։ Պետք է ամեն տեսակի վիրավորանքներից մակրվենք։ Ուստի արեք մի ապաշխարության աղոթք կենենք ու խնդրենք Տիրոջից, որպեսզի օգնի որ բոլոր մարդկանց ներենք։ Բոլորին ներենք։ Բոլորի հասցրած վիրավորանքները բաց թողնենք։ Կարող է մեզի թվա թե մենք ներել ենք, բայց իրականում չենք ներել։ Գիտեք ինչ կան մարդիկ դժոխք են գնացել չներելու պատճառով։ Գիտեք ինչ կան մարդկանց աղոթքները երկինք չի հասնի չներելու պատճառով։ Ուղղակի արեք խնդրենք Տիրոջից, որ օգնե մեզի, որ մենք կրնանանք ներենք։ Ախր ինչ կրնաս չհավատաս, որ Տերը այսօր ծառայություն անցկացրեց։ Երբ որ Աննան մենակ կրնար լավ քներ, այս պահին։ Այն կարգի հոգնած է, այն որ քսա աշկը սպարցիներ։ Ես ինչ չհավատամ, որ այսօր Տերը սնձեք բաներ ուներսելու։ Ես ինչ չհավատամ, որ Տերը կանցկացնե ծառայություն, ես ինչ կրնամ ծառայություններ ինձի վերագրեմ, երբ որ ես ինքս գիտեմ, որ դիք ես չէի անցկացնողը։ Փառքը շատ է, Տեր ջան։ Հայր ջան, մենք բոլորս կխոնարհվենք քո առաջ, դու խնդրենք քեզնից, որ դու մեզի ներես։ Ու սովորեցնես քեզ պես ներել։ Հիսուս ջան, դու խաչի վրա քեզ այդ միակ անձն էր, որ անարտար վարվան քեզ այդ։ Մեզ այդ վարվին մենք արժանենք, ինքան կեղդոտ ու պիղծ մարդիկ ենք։ Բայց քեզի հետ որ շատ վատ վարվան, տանջեցին, նվաստացրին, ստորացրին, ահա որ տանջանքի ենթարկին։ Դու մենակ մի բան կսեիր խաչի վրա, ոչ մի ավել բարձ չթողեցիր որ։ Ու բերանիցը դուրս կար, Տեր ջան։ Ներիր նրանց, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։ Հայր ջան, մենք այդ տեսակը կուզենք օրեղնենք, այդ տեսակը կուզենք օրեղնենք, որովհետև դու ես պատվիրել, որ քեզի նմանվենք։ Նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ արչև կեցած ուրախության համար ամոթը արհամարեց, խաչը հանձն առավ, Աստծո աջ կողմը նստավ։ Տեր ջան, օգնա որ մենք էլ ամոթը արհամարենք։ Օգնա որ քեզի պես սիրենք, օգնա որ քեզի պես ներենք, հələ մենք ինքան թերի ենք, էլ ինքան մեղքեր կա մեր մեջը, օգնա որ կրնանանք սիրենք ու ներենք բոլորին, ու մեր եղբայրներին երբեք ցավ չպատճառենք, Տեր ջան։ Այն մարդիկ, որ մեզի համար հոգ կտանին, մեզի համար ցավ կքաշեն, երբեք իրանց չտրորենք, որովհետև այդ ցավ քաշողների միջից դու ցավ կքաշես, իրանք չեն, Տեր ջան։ Ու տրորելով մենք քեզի ու քո հոգատարությունդ կտրորենք։ Ես քիշեմ ինչ իմ մամայիս մահից հետո որ ես մորս քիշեի ու լաց կեղնեի։ Դու ինձի ուժեղ հանդիմանեցիր ու սեցիր։ Հերիք է քո մորդ Աստծո տեղ տնես։ Քո մորդ միջից քեզի հոգ տանողը ես էի։ Այսօր դու իմ միջիցը շատ մարդկանց հոգ կտանես, Տեր ջան։ Ծնողի սիրտ ես տվենց, որ ամեն մեկի ցավը քաշեմ ու կարիքներին հաղոր տեղնեմ։ Ու դիգենողը ես չեմ, ու դիգենողը դու ես, ու ես գիտեմ, որ իմ մեջս բարի բան չկա։ Այդ բարիկը իմ միջիցս ենողը դու ես։ Այն մարդիկ, որ այսօր այս տեսանյութը կլսեն ու չներելու խնդիր ունին, ամեն մեկի համար կաղոթեմ, սովորեցրու ներել։ Մենք այսօր հավաքվել ենք, որ խնդրենք քեզնից, Տեր ջան, որտեղ որ դու կտեսնես, որ չենք ներել ու չենք գիտակցել, մեզ իք թվա թե կներենք կամ ներել ենք։ Դու օգնի որ մենք իրականում ներենք։ Փառք ես Տերս։ Շնորհակալ ենք այսօրվա հիանալի թեմայի համար։ Շնորհակալ ենք, որ դու հիանալի ծառայություն անցկացրիր։ Շնորհակալ ենք, որ այս խոսքերը հադիկ ծամեցիր ու մեջ բերանը տրեցիր, որովհետև ինչ որ աշակերտներդ կուկային կսեին, ասա մեզի ինչ կնշանակի այս խոսքերը, մենք էլ հավաքվանք ու հարցրինք, Տեր ջան, սա մեզի ինչ կնշանակի այս խոսքերն ու դու մեկնությունը տվեցիր մեզի, փառքով փառավորյալ ես, Տերս, շնորհակալ ենք քեզանից, օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունը Դավիթյան Տերս,
Հալելույա։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը, հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, սկանը եսօր ինչ որ Տիրոջով կրնացի ցեզի փոխանցեի։ Ուղղակի մի դատարեք Տիրոջի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ որ երել է մեզի համար, կենե ու կպատրաստվի ենել։ Լավ մնացեք, եթե հարցեր ունիք կրնակնձի զանգահարեք։ Իմ հեռախոսը +374 98 95 0071։ Ովքեր որ այս տեսանյութից օգուտներ քաղեցին, գրեք մեկնությունների մեջ։ Վկայեք մեկնությունների մեջ, թե Աստված ինչեր է իրեց էր կյանքում։ Մի մոռացեք Տիրոջ երազները, թող շատերը կաշտան ու քաջալերվին։ Այս տեսանյութը եթե ցեզի օգուտ բերես, դուք էլ տարածեք ու օգտակար եղեք մյուսներին, ովքեր որ ցեզի չեն ները, ովքեր որ կուզեն ներեն չեն կրնա։ Ու այս թեման ով որ ավելի խորությամբ չի հասկացել, որ այսօր մեզի Տերը ծամեց բացադրեց հադիկ։ Ուղղակի եղեք դուք էլ օգտակար մյուսներին։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, մյուս քննարկումը նորից կցայնագրեմ այն չափով, իշ չափով, որ Տիրոջ հոգին կառաջնորդե ու կտեղադրեմ մեր ալիքի մեջ։ Չմոռանաք բաժանորդագրվիկ էլ, որպիսի կանոնավոր մասնակցեք մեր աստվածաշնչյան ուսումնասիրություններին։ Սկանը լավ մնացեք։